Թագուհի Թովմասյան հաջորդ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ, նախ աչքալուսանք եմ ուզում տալ, այսօր առավոտյան պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը համել հեծի տնօրենա, մարդ էր ազատում աշխատանքից, մարդ էր նշանակում։ Պարոն Խուդացյան, շատ կոնկրետ 3 հարցեր ունեմ։ Նախ ակնհայտ է, որ այս ամբողջ process-ը քաղաքական է, հիմա ինչ փաթեթավորում ուզում եք դրան տվեք, բայց հիմնական շեշտադրումը, որ ըստ էության անում եք եւ կարմիր թելի նման անցնում է ձեր խոսույթում, այն է, որ հեծը վատ է աշխատում, վերցնում ենք, որ լավ աշխատացնենք։ Հարցի մյուս կողմն է, որ անվստահություն կա ձեր կառավարման նկատմամբ, միայն անիֆի օրինակը բավական է, որ դա ավելի հաստատակամ դառնա։ Հեծը վատ է աշխատում, շատ լավ։ Վիոլա ջուրը լավ է աշխատում։ Այս ամառվա շոգին ամեն օր ջրանջատումներ են տեղ ունենում։ Ֆրանսիական կապիտալով Վիոլան, արդյոք պատրաստվում եք նույն գործընթացով, նույն մեխանիզմներով պետականացնել։ Պարոն Խուդացյան, պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր են առաջանալու եւ չափը, եթե չեմ սխալվում, անգամ չեք գնահատել։ Այսինքն դուք ափալ-թափալ մի հատ process եք սկսում, ասում եք, որ նախագիծը կառավարությունն ասում է, որ լրամշակման կարիք ունի, ասում եք, որ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր է առաջանալու, բայց որոնք անգամ դեռ չեք հաշվարկել, կարող եք ասել մեր քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար այս գործընթացը որքան կարժենա։ Եվ երրորդ հարցս ի վերջո, պարոն Բագրատյանը շատ գայթակղիչ թվեր էր ներկայացնում, թե տարածաշրջանի այս ամբողջ պետականացման, արբիտրաժային դատարան, հեծը վարկեր է վերցրել, եւ միջազգային բանկերից է վարկեր վերցրել, եւ ներպետական բանկերից է վարկեր վերցրել, այսինքն հաշվարկ ունեք սա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վրա ինչպիսի բեռա դառնալու, որտեւ այդ ամբողջը բնականաբար բյուջեից է փոխհատուցվելու։ Եվ երրորդ հարցս, պարոն Խուդացյան, չէ, երրորդ հարցս, պարոն Խուդացյան, պարոն Բագրատյանը շատ գայթակղիչ թվեր ներկայացրեց, թե տարածաշրջանի շատ լավ, պարոն Բագրատյան, հիմա հարցս հետեւյալն է, դուք կարողանում եք պատասխանատու կերպով հայտարարել, որ առաջիկա 2 տարիների ընթացքում, շատ բան չեմ ասում, առաջիկա 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար էլեկտրաէներգիան չի թանկանալու։ Շնորհակալ։ Էլի, պարոն Խուդացյան, Տիկին Խամոյան, մի հատ էլ ես ձեզ հակընդեմ իմ չարաշահելով իրավունքը։ Իսկ դուք կարող եք օրինակ երաշխավորել, որ առաջիկա 2 տարում օրինակ սահմանին գազը չի թանկանա, որտեղ մեր հոսանքի սակագինը դրանից մեծապես կախված է։ Այսինքն նենց բան է մի րոպե, լավ, բերեք թույլ տանք պարոն Խուդացյանը պատասխանի։ Խնդրեմ, պարոն Խուդացյան։ Հարգելի գործընկերներ, պատասխանենք։ Վերջին հարցը Տիկին Խամոյան ամբողջությամբ ուրեմն հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի տիրույթում է եւ կառաջարկեմ այդ հարցը հարմար առիթով տալ հանձնաժողովի նախագահին, որովհետեւ իրականում դա ընդհանրապես առնչություն չունի էներգետիկ ոլորտի այն հատվածի հետ, ինչին մեր նախարարությունը մեր վերաբերում է, մենք ոլորտի քաղաքականություն մշակողն ենք, սակագին որոշողը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն է։ Երկրորդի մասով ինչ կարժենա այս ամբողջը, կա հստակ գնահատման կարգ սահմանած եւ քանի դեռ գնահատում չի իրականացվել գույքի, պարտավորությունների եւ այլն, գուշակությունների դաշտում է թե ինչ արժեք կունենա, պիտի ասեմ, որ սրան սահմանված կարգից դուրս այլ մոտեցում հնարավոր չի ցույց տալ։ Եվ վերջին հարցը, որը կամ առաջին հարցը, որը դուք տվեցիք, որ վերաբերում է Վիոլային, պիտի ասեմ երկու տարբեր դեպքերի մասին ենք խոսում, որովհետև Վիոլայի ամբողջ ենթակառուցվածքը ի տարբերություն հեծի պետական է, Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, եւ նա պետականացնելու որպես այդպիսին պետականացված վերջացած, այսինքն հավատարմագրման կառավարմանը հանձնված ընդամենը Վիոլա ջրին, գոհ Վիոլա ջրի աշխատանքից թե չէ, ես ինքս որպես նաև ջրային ոլորտը համակարգող նախարարության ղեկավար, բազմաթիվ թերություններ կան այդ աշխատանքում, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այդ մասով եւս վարույթներ ունի,
ուրեմն սահմանած, բայց պիտի ասեմ երկու տարբեր իրավիճակների մասն է խոսքը, որովհետև Վիոլայի ենթակառուցվածքը նորից պիտի ասեմ ամբողջը պետական է։ Արձագանքում եք, խնդրեմ, միացրեք արձագանքեք։ Տեսեք, քանի որ խոսքը վերաբերվում է գույքի ենթակառուցվածքների մասին, այդ ենթակառուցվածքները ենթակա են գնահատման, իրենց պարտավորություններով, իրենց սեփական կապիտալով, քանի այդ process-ը չի իրականացվել, հստակ արժեք ասել հնարավոր չի։ Շնորհակալություն։ Պարոն Խուդասյան, այսինքն դուք միայն նրա համար, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կանգնելու է եկեղեցու կողքին, սկսել եք process առանց հաշվարկի, թե բյուջեի վրա դա ինչ բեռա նստելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Դուք սկսել եք մի process եւ այս գլխից հայտարարում եք, որ սիրելի քաղաքացիներ, մենք չգիտենք էլեկտրաէներգիան կթանկանա, թե չի թանկանա, մենք կկարողանանք զսպել, թե չենք կարողանա զսպել։ Իմ գործընկերը շատ պարզ օրինակ բերեց, որ այս տարիների ընթացքում 4.5 դրամով թանկացում է տեղի ունեցել, բայց դա հեծի հաշվին տեղի չի ունեցել։ Այսինքն հեծը իր հնարավորությունների, չգիտեմ ինչի հաշվին, այնպես է արել, որ թանկացում տեղի չունենա ըստ էության քաղաքացու համար։ Հիմա դուք ոչ ասում եք, որ չի թանկանալու, ոչ ասում եք, թե այս ամբողջ process-ը ինչ բեռա ֆինանսական լինելու քաղաքացիների վրա։ Վիոլայի մասով էլ, բա կառավարչին էլ փոխեք, նույն սկզբունքով կառավարչին ինչու չեք փոխում։ Ձեր խոսքերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ այս ամբողջ process-ը բացառապես քաղաքական process է եւ ձեր քաղաքական կապրիզները բավարարելու նպատակ է հետապնդում։ Շնորհակալ եմ։ Եկեք Խամոյան, քաղաքական process լինելու մասով ես արդեն առիթ ունեցել եմ պատասխանելու այդ հարցին, եւս մեկ անգամ կպատասխանեմ, հեծի ղեկավարությունը առնվազն իզնից նախորդ տարվա տարեվերջին է լսել մեր դժգոհությունների մասին, ես ասում եմ փաստարկված, ես այս ընթացքում 10-ից ավելի հանդիպումներ եմ ունեցել հեծի տնօրինության հետ, որին մասնակցել են ինչպես նախարարության ոլորտը համակարգող գործընկերներ, այնպես էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ, շատ դեպքերում անդամներ, իրենք մանրամասն տեղյակ են եղել մեր դժգոհություններին, ավելին իրենք կիսել են մեր դժգոհությունները, մասնավորապես անջատումների ցուցանիշների հետ կապված, որակական այլ ցուցանիշների հետ կապված, ներդրումների ոչ թե չկատարման, այլ ուղղությամբ ներդրումների կատարման հետ կապված, մենք չենք ասում, որ հեծը ներդրումներ չի իրականացնում, մենք ասում ենք, որ որակի բարելավման ուղղված միջոցառումներ չի իրականացնում այն չափի, ինչը բավարար է ցանցում առնվազն գոյություն ունեցող որակական ցուցանիշները պահպանելու համար։ Եվ հեծը չի իրականացրել եւ արդեն մնացած ժամկետը մինչեւ տարեվերջ այլևս բավարար չէր դա իրականացնելու համար։ Ես կուզեմ հաշվի առնելով, որ ներկաներից շատերը ոչ մասնագետ են, նկարագրեմ process-ը։ Հեծը, որպեսզի կարողանա որակին բարելավված միջոցառում իրականացնել, օրինակ հենասյուն փոխել, լար փոխել, տրանսֆորմատորներ փոխել եւ այլն, ինքը պիտի անջատի, հոսանքի անջատում անի, որովհետեւ հասկանալի պատճառներով այդ աշխատանքը հնարավոր չի լարման տակ իրականացնել։ Հենց ծավալը, որ ինքը պիտի անի որպես ներդրում, այսինքն հեծը ունենում է երկու տարբերակ, կամ չանել այդ ծավալով ներդրում, կամ այդ ծավալով ներդրումները անելու դեպքում հոսանքազրկումների ժամային եւ բաժանորդային քանակը մենք երկու ցուցանիշ ունենք, որքան է ուրեմն քանի բաժանորդ է հոսանքազրկվել եւ որքան ժամանակով է հոսանքազրկվել։ Եվ երբ որ մենք վերջին քննարկումը ունեցել ենք ձեր ասած քաղաքական հայտարարությունից առաջ եւ փաստերը այնպեսին են եղել, որ տարեվերջին հեծը ստիպված է լինելու խոշոր գումարով տուգանվել, ես կարծում եմ, որ դա է բերել այդ հայտնի քաղաքական հայտարարությանը։ Եվ դրա մասին ես Տիկին Գրիգորյան, այն ինչ որ ես ասում եմ, դա առնվազն որոշակի միջավայրում խիստ հրապարակային է եւ այդ միջավայրում այդ քննարկմանը մարդիկ են մասնակցել, այդ թվում վստահ եմ, որ հեծի գործընկերները կփաստեն այս քննարկումների եւ այս քննարկումների բովանդակության մասին։ Իսկ ես կարամ մտածեմ, որ այդ հայտարարությունից հետո, այսինքն երբ որ հստակ է եղել, որ հեծ այլևս անդառնալիորեն ուրեմն անջատումների ցուցանիշը անցել է, դրան է հետևել քաղաքական հայտարարությունը,
Վարչապետի հայտարարությունն է, վարչապետը նաև իր Facebook-յան էջում է հրապարակում, այդ հայտարարությունը կա եւ հանձնարարականը կա, եւ դա էլ է հրապարակային։ Կա ձեր ասած քաղաքական հայտարարությունը, կա դրանից առաջ հանձնարարական եւ դա միակ հանձնարարականը չի։ Եթե հանձնարարականի բովանդակությունը դուք նայեք որպես այդպեսին, դրանից պարզ կլինի, որ մենք հետի հետ կապված հարցերը առնվազն նախկինում մի քանի անգամ քննարկել ենք։ Մեր յուրաքանչյուր մարզային այց հանրապետության վարչապետի գլխավորությամբ ավարտվել է դրանով հետի դժգոհությունները առանձին փաթեթով քննարկելով։ Հետի գործընկերները դրա մասին շատ լավ գիտեն։ Ամեն այցից հետո ես անձամբ հետի գործընկերների հետ քննարկել եմ Լոռու մարզում հոսանքի անջատումները, Տավուշի մարզում հոսանքի անջատումները, Արմավիրի մարզում հոսանքի անջատումները։ Տպավորություն չստեղծվի, որ մենք դժգոհությունը մեր նորա, դժգոհությունը վաղուցվա է եւ դժգոհությունը կուտակված է եւ դժգոհությունը փաստարկված է եւ դժգոհության հետ կապված հետի ղեկավարությունը առնվազն ինձնից որպես ոլորտը համակարգող նախարար լսել է 2024 թվականի նոյեմբերից սկսած։ Շնորհակալություն, պարոն Դանելյան, ձեր հարցի պարոն Խուդայցյան, եկեք չէ, տենց անենք ռեգլամենտը խախտելու ենք, պարոն Դանելյան։ Թույլտվությամբ, որովհետև հարցը շատ զգայուն է, ես կուզեմ այս հարցին անպայման անդրադառնալ։ Մեր էներգետիկ ինչքանով է հեծին է եւ ինչքանով ես տող որ լսում եմ հարցի համար պարզ է։ Այնքան ինչքան նախ մեր էներգետիկ համակարգում 6 օպերատորին, 6 բաժանորդին էլեկտրաէներգիա տալու գործառույթ որպես այդպեսին չունի։ Դա իրականացնում է ՀԵՑ-ը։ Մեր էներգահամակարգի մեջ 6-ի գործոնով պայմանավորված անջատումներ եթե լինում են, քննություն է իրականացվում եւ ասում է, որ այս քննության արդյունքում պարզվել է սա։ Երբ որ պարոն Վարդանյանը ասեց նախորդ 2-3 տարիների ընթացքում 12 վարույթ ա եղել ՀԵՑ-ի գործունեության հետ կապված, որի արդյունքում հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ այս խնդիրը առաջացել է ՀԵՑ-ի պատճառով։ Ես չեմ ուզում մենք մեր էներգահամակարգի ընդհանուր հարցերը բանանենք, բաժանորդին էլեկտրաէներգիա տալիս է, բացառապես ՀԵՑ-ը, երկրորդ տվող չկա։ Իմ նշած 12 վարույթների մասով բոլորի դեպքում պատճառը եղել է ՀԵՑ-ը։ Առհասարակ տեխնիկական պատճառով ասած, այո, հնարավոր է մեր էներգահամակարգը նաև անջատվի այլ երկրների էներգահամակարգից, վթար եւ այլն, բայց այս 12 վարույթը, որի մասին խոսքը գնում է, եւ որը մտահոգիչ է, դրանք բացառապես վարույթի հանձնաժողովի եզրակացությամբ եղել է ՀԵՑ-ին է։ Լավ էս արդեն Հիպերմոլին է, այս պայն ուսումնասիրությունը իրականացվում եւ իմ խորին համոզմամբ լինելու է ՀԵՑ-ին է։ Այո։ Եկեք մենք բան անենք, էլի։ Պարոն Մինասյան, մինչև ձեզ էլի հարցեր կան։ Խնդրեմ։